Ստամբուլի պաշտոնակարված քաղաքապետ եւ ընդդիմադիր քաղաքական գործիչ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումը Թուրքիայի տնտեսությունը հերթական շոկին է ենթարկել լիրայի արժեզրկման եւ անորոշությունների տեսքով։ Թուրքիայի իշխանությունները քայլեր են ձեռնարկում ֆինանսական շուկաները կայունացնելու համար։ Նախորդ շաբաթ մեկ գիշերվա ընթացքում կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը 44-ից դարձրեց 46%, պաշտպանելու համար սեփական արժույթը, որը նոր պատմական հակառեկորդ գրանցեց $1 դիմաց հասնելով 42 լիրայի։ Թուրքագետ Ռուբեն Սաֆրասյանը նշում է, այնինչ տեղի է ունենում քաղաքական իրադրության սրման արդյունք է, սակայն չպետք է մոռանալ, որ Թուրքիայում վերջին տարիներին բարձր գնաճ է։ Ուղղակի մարդիկ չեն կարողանում ապրեն այսպիսի շատ բարձր սղաճի պայմաններում։ Եվ ուրեմն այս երկու հանգամանքները հանգեցրին նրան, որ այս վերջի մի քանի օրերի ընթացքում, երբ քաղաքական պայքարը սրվեց, ել ավելի վատացավ Թուրքիայի դրությունը տնտեսական առումով։ Բայց գիտեք, երբ լիրան հասավ իր անկման գագաթնակետին ամենացածր առումով, $1 արժեքը 40 լիրայից անցավ, իշխանությունները կարողացան $25 միլիարդ մի քանի 3 օրվա ընթացքում շուկա հանելով որոշակի առումով իջացնել այդ սղաճի տոկոսը։ 2017-ից ի վեր թուրքական լիրան ամերիկյան դոլարի նկատմամբ արժեզրկվել է 10 անգամ արձանագրում են մասնագետները։ 2022-ին, երբ գրեթե բոլոր պետությունները բարձրացնում էին տոկոսադրույքները գնաճը զսպելու համար, Թուրքիան հակառակ ճանապարհով էր գնում, ինչի հետևանքով գնաճը 85%-ի էր հասել։ Էրդողանի որոշումը ձերբակալել իր քաղաքական օպոնենտին բերեց նույնպես լիրայի արժեզրկման, շուկայում մոտավորապես 14%-ին եւ դրա կանխարգելու համար շուկայում աննախադեպ մեծ քանակությամբ միլիարդների հասող լիրա ծախսվեց շուկայում, որ իրավիճակը կարգավորվի, սա որոշակիորեն իրավիճակը կարգավորվեց, բայց դեռևս տնտեսական իրավիճակը Թուրքիայում անորոշ է, հատկապես որ կա նաև Սիրիայի խնդիրը, որը հանդիսանում է Թուրքիայի անմիջական հարևանը եւ այնտեղ քաղաքական եւ տնտեսական խնդիրները հետագայում նույնպես անդրադառնալու են Թուրքիայի վրա։ Այս իրավիճակում սպասվում է խոշոր արտասահմանյան ներդրողների ներկայացուցիչների, Թուրքիայի ֆինանսների նախարարի եւ կենտրոնական բանկի նախագահի հանդիպում, նշում է Ռուբեն Սաֆրասյանը։ Դա շատ կարևոր հանդիպում կլինի այն առումով, որ հնարավորություն կտա հասկանալու ներդրողները շուկայում մնալու են Թուրքիայի, թե նրանք արդեն մտավախություն ունեն կամաց կսկսեն հեռանալ Թուրքիայից։ Ես կարծում եմ, որ եթե ընդհանուր գնահատական տանք, ես կարծում եմ, որ իշխանությունները դեռևս ինչպես քաղաքական առումով են պահում հսկողությունը իրադրության վրա երկրում, այնպես էլ դեռ տնտեսական բնագավառում իրադարձությունները անվերահսկելի չեն դառել։ Կենտրոնական բանկը նաև թղթադրամների 91-օրյա աճուրդ է կազմակերպել ավելորդ լիրայի նվազեցման նպատակով, որը 2007-ից ի վեր առաջին անգամ է։ Բացի այդ, քննարկվում է լիրայով ավանդների հարկի նվազեցման հարցը, որը պետք է խթանի ազգային արժույթով խնայողությունները։ Թուրքիան ավելի ռիսկային է դարձել քաղաքական անորոշության պայմաններում, ընդգծում է տնտեսագետը։ Ներդրումային դաշտը այնքան էլ արդյունավետ չի Թուրքիայում եւ այսպես ասած խնդիրներ կան տնտեսության մեջ։ Չնայած այս վայրիվերումներին, Թուրքիայում այնուամենայնիվ ամեն տարի տնտեսական 2-3%-անոց աճ է գրանցվում, ինչը կարևոր է ճգնաժամային իրավիճակներից դուրս գալու համար, կարծում է թուրքագետը։ Հավելում, $25 միլիարդ ինտերվենցիան բավական մեծ է այդ երկրի համար։ Թուրքիայի տնտեսությունը ինքնուրույն չի կարող զարգանալ, մեծապես կախված է արտասահմանյան խոշոր ներդրումներից, եւ սա իսկապես բանալի խնդիրն է Թուրքիայի տնտեսական ֆինանսական համակարգի համար այս փուլում։ Եթե հաջողվի պահպանել այդ խոշոր ներդրումներին թուրքական շուկայում, դա կնշանակի, որ Թուրքիան տնտեսապես կհաղթահարի այս իրադրությունը։ Եթե նրանք մասսայաբար սկսեն լքել Թուրքիան, դա կնշանակի, որ շատ ուժեղ հարված կհասցվի։ Քաղաքական իրավիճակն ազդել է նաև ֆոնդային բորսայի ինդեքսի վրա 16% անկման տեսքով։ Սրանից ելնելով Թուրքիայի կապիտալի շուկայի խորհուրդն արգելել է բոլոր բաժնետոմսերի կարճ վաճառքը եւ մեղմացրել հետգնման կանոնները, փորձելով կասեցնել ֆոնդային շուկայի հետագա անկումը։ Նիկոլայ Ավետիսյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։